Կան մարդիկ, որոնց ժամանակը չի կարող հեռացնել հիշողություններից։ Նրանց խոսքը, ժպիտը, հայացքն ու կերտած կերպարները շարունակում են ապրել սերունդների հետ։ Այդպիսինն էր մեր բոլորի սիրելի Ֆրունզիկը։ Այսօր մեծ դերասանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Լենինականում։ Իր բացառիկ տաղանդով, անկրկնելի հումորով, մարդկային խորությամբ ու անզուգական դերասանական խաղով Ֆրունզիկը դարձավ ոչ միայն հայկական, այլև խորհրդային կինոյի ամենասիրված դեմքերից մեկը։ Տեսեք, ավագ սերնդի ներկայացուցիչներ հաստատ կհիշեն, կար ժամանակ, երբ 24 տեսակի Վոլգան այսպես շքեղ մեքենան էր։ Ֆրունզը որպես պրեմիա ստանում է այդ Վոլգան, Ազատ Շերենցի հետ գնում է նշելու։ Աբովյան փողոցը, երևի բոլորը գիտեն, որտեղ Երևանում, կինո Մոսկվայի դիմաց, Ֆրունզը խմած թարս է մտնում, գայիշնիկը տեսնում է, որ Ֆրունզն է կանգնացնում է, ասում է Ֆրունզ, ես ինչ ես անում, քո կյանքն ես վտանգում, մյուսների կյանքն ես վտանգում, ինչ-որ բացատրություն է էլի պահանջում։ Ֆրունզը գիտեք, այն տեսակի մարդը չէր, որ շտարնար ասել, գիտես դու ով եմ կամ ում ես կայնացել։ Նա ասաց հետևյալը. գիտեմ ցավը տանեմ, պրոստը քեզի հերվիս տեսասի կանի կամ բարևեմ, ու Ֆրունզը ռազվարատորես գնաց էլի։ Մենք ենք մեր սարերը, Միմինո, Կովկասի գերուհին, Խաթաբալա եւ բազմաթիվ այլ ֆիլմեր մինչ օրս շարունակում են սիրվել տարբեր սերունդների կողմից։ Նրա յուրաքանչյուր կերպարը ապրում էր հանդիսատեսի սրտում միաժամանակ ժպիտ ու թախիծ պարգևելով։ Ֆրունզիկի խաղը երբեք պարզապես դերասանական վարպետություն չէր։ Նա յուրաքանչյուր կերպարի մեջ ներդնում էր սեփական հոգին, ապրումները, ցավն ու սերը։ Հենց այդ անկեղծությունն էր, որ ստիպում էր հանդիսատեսին հավատալ նրան անկախ նրանից՝ լացում է թե ծիծաղում։ Մի հատ էլ պատմություն կա, էլի շատ հետաքրքիր, դե Միմինո ֆիլմում Ֆրունզը Դիլիջանի հայի դեր է տանում, եւ երբ առաջ անգամ Դիլիջանում այդ ֆիլմը ցույց տվեցին, մի քանի հոգի երիտասարդ, այսպես ախտանդամ 24-ով էլ եկան, հասան Լենինական, Ֆրունզին սպասին, որ փորձից դուրս գա թատրոնից, մոտեցան նրան, ասեմ Ֆրունզ ջան, մի հատ կարելի է ստորագրությունը ձեր խնդրենք էլի մեքենայի մոտ։ Ֆրունզը ասաց խնդիր չկա, գնաց մեքենայի մոտ, նրան բռնում են, գցում են Վոլգայի մեջը։ Մեքենան կտրուկ շարժվում է դեպի Դիլիջան, Ֆրունզը տագնապի մեջ ասում է, տղեկ ես ուր ինձ կտանեք, ես ինչ եմ ես ձեզ էլի։ Ու վարորդը դառնում ասում է Ֆրունզ, մենք քեզ տանում ենք Դիլիջան, чтобы показать, что вода в Дилиджане не второе, а первое место занимает в мире։ Նրան իհարկե այնտեղ հյուրասիրեցին, այդ ամեն ինչը անակնկալի ձևով էր էլի, այսպես հետաքրքիր ձևով էր մատուցած ու խոսք վերցրեցին Ֆրունզին, որ եթե մյուս անգամ նման ֆիլմ նկարահանվի, որ ամբողջ սովետական միությունը տեսնելու է, Ֆրունզը անպայման նշի, որ Դիլիջանի ջուրը համարը մեկն է աշխարհում։ Նրա յուրաքանչյուր կերպար շարունակում է ապրել էկրանին, իսկ նրա անունը մարդկանց սրտերում։ Սա է իրական արվեստագետի անմահությունը։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։